Բրիտանական կայսրությունից անկախանալու 250 ամյակը տոնող ԱՄՆ-ն հոբելյանական միջոցառումները փաստացի սկսեց ու ազդարարեց Մեծ Բրիտանիայի թագավորի պաշտոնական այցով։ Թագավոր Չարլզ III-ը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում, նա վերահաստատել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կապերը, ելույթը տևել է 28 րոպե եւ ավարտվել է կոնգրեսականների հոտնկայս ծափերով։ Իրանի պատերազմը լարել է նաեւ Վաշինգտոն-Լոնդոն հարաբերությունները։ Թագավորը խուսափել է պատերազմին ուղիղ հղումներից։ Նա նշել է միայն անորոշության եւ հակամարտությունների մասին, անդրադարձել բռնության ակտերին։ Թագավորը դատապարտել է հարձակումները եւ խաղաղության կոչ է արել։ Չարլզը չի խոսել Էփշթեյնի ֆայլերի մասին եւ հրաժարվել է նրա զոհերի հետ հանդիպումից։ Թեմային թագավորը անուղղակի է անդրադարձել հիշատակելով հասարակական չարիքների զոհերին։ Թագավորը հանդիպել է նաեւ օրենսդիր մարմնի ղեկավարներին։ Թագավորական զույգի պատվին Թրամփը Սպիտակ տանը պաշտոնական ընթրիք է կազմակերպել։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Կալիֆոռնիայի ճանապարհներին լայնածավալ պայքար է սկսվել արագությունը գերազանցողների դեմ։ Նավթային աշխարհը ցնցվել է, Արաբական Միացյալ Էմիրությունները լքում է ՕՊԵԿ-ը։ 1.4 միլիոն դոլարի ֆենտանիլ Կալիֆոռնիայի գվարդիայի 2026-ի աշխատանքի արդյունքը։ Սարսափելի գտածո տղամարդու դին ավտոմեքենայի բեռնախցիկում։ Թրամփը շարունակում է պնդել, որ COVID-19 արհեստական ծագում ունի։ Արջերը լքում են իրենց որջերը եւ մոտենում քաղաքներին, Կալիֆոռնիայի պաշտոնյաները նախազգուշացնում են։ Թողարկման երկրորդ հատվածում սպասեք Կալիֆոռնիայի ամենահայտնի ամենամյա փառատոնների մասին ամենահետաքրքիր մանրամասներին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Կալիֆոռնիայի ճանապարհային բարեկային ծառայությունը խիստ ուղումներ է անցկացնում, նպատակը արագության գերազանցումը կանխելն է։ Սա 24-ժամյա հատուկ գործողություն է, պարեկները նպատակ ունեն նվազեցնել մահացու վթարները։ Անցյալ տարի պարեկները կազմել էին 491 հազարից ավելի արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով։ Արագությունը գերազանցելու պատճառով նահանգում գրանցվել է 110 հազար վթար եւ ավելի քան 400 մահ։ Վնասվածքներ են ստացել 68 հազարից ավելի մարդիկ։ Պարեկները հետևում են հիմնական մայրուղիներին։ Կալիֆոռնիան ունի նաեւ հատուկ FAST ծրագիր, այն թույլ է տալիս արագ հեռացնել վտանգավոր վարորդներին։ Եթե արագությունը գերազանցում է ժամում 100 մղոնը, ապա վարորդի իրավունքը կասեցվում է։ Տվյալները ավտոմատ կերպով փոխանցվում են տրանսպորտային միջոցների վարչությանը։ Սա օգնում է կանխել ծայրահեղ արագությունները ճանապարհներին։ Տեղական լուրերին կվերադառնանք քիչ անց, մինչ այդ մի քանի լուր միջազգային լրահոսից։ Նավթային աշխարհում իրական հեղափոխություն է հասունանում, Արաբական Միացյալ Էմիրությունները լքում է նավթի արտահանող երկրների կազմակերպությունը ՕՊԵԿ-ը։ Այս որոշումը ուժի մեջ է մտնում այսի 1-ից, սա կազմակերպությանը զրկում է խոշոր արտադրողից, Էմիրությունները նաև հեռանում է ՕՊԵԿ+ խմբից։ Այս քայլը թուլացնում է նավթի շուկայի վրա նրանց ազդեցությունը։ Այս պահին համաշխարհային շուկաներում կտրուկ փոփոխություններ չեն սպասվում։ Իրանի հետ պատերազմի պատճառով նավթի մատակարարումները խիստ սահմանափակ են։ Հորմուզի նեղուցը փակ է, նավթի գինը հասել է 1 բարելի դիմաց 111 դոլարի։ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է ավելացնել իր նավթի արդյունահանումը։ Նրանք վաղուց դժգոհում էին սահմանափակումներից։ Ըստ վերլուծաբանների, Արաբական Միացյալ Էմիրությունները վաղուց էր ձգտում ավելի շատ նավթ արդյունահանել։ Կարճաժամկետ պլանում սա կարող է նպաստել, որ Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտից հետո նավթի գինը համաշխարհային շուկայում արագ նվազի, բայց մյուս կողմից ամեն կդառնա անկախ ու անկանխատեսելի խաղացող, առավել դժվարացնելով նավթի գները հետագայում կարգավորելու կամ վերահսկելու հնարավորությունը։ Wall Street-ը շարունակում է ցնցվել, արհեստական բանականության բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել։ S&P 500-ը նվազել է կես տոկոսով, Nasdaq ինդեքսը նույնպես գրանցել է անկում։ Չիպեր արտադրող Broadcom-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 4%-ով, Nvidia-ն եւ Micro Technology-ն նույնպես կորուստներ են գրանցել։
Նավթի թանկացումը եւս ճնշում է գործադրում բաժնետոմսերի վրա, գները շարունակում են աճել Իրանի պատերազմի պատճառով, Brent տեսակի նավթի գինը հասել է $111, ԱՄՆ-ում բենզինի գինը հասել է $4.18, սա ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականից ի վեր։ Դաշնային պահուստային համակարգը պատրաստվում է որոշում կայացնել տոկոսադրույքների մասին, կանխատեսվում է, որ դրանք կմնան անփոփոխ։ Աշխարհի այլ բորսաներում նույնպես գրանցվել է անկում։ Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 1%-ով։ Մերձավոր արևելքի իրադարձությունները մնում են բոլորի ուշադրության կենտրոնում։ Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Կալիֆորնիայի ազգային գվարդիան առգրավել է $11.4 միլիոն ֆենտանիլ։ Գործողությանը մասնակցել է թմրամիջոցների դեմ պայքարի աշխատանքային խումբը։ Առգրավվել է 1500 ֆունտ ֆենտանիլ եւ 713 000 դեղահապ։ Մարտ ամիսը եղել է հատկապես արդյունավետ, այդ ընթացքում խումբը առգրավել է $5 միլիոն ապրանք։ Սան Բերնարդինո շրջանում իրականացված գործողությունը նույնպես հաջող էր, այստեղ առգրավվել է $1.5 միլիոն թմրանյութ։ Հայտնաբերվել է նաև հերոին եւ կոկային։ Այս գործողությունները զգալի չափով խաթարել են թմրավաճառների ցանցի աշխատանքը, սակայն թմրամիջոցների տարածման դեմ պայքարի խնդիրը դեռ մնում է սուր։ Փասադենայում գործող կլինիկան հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում, ԱՄՆ արդարադատության նախարարությունը նրանցից առգրավել է $2 միլիոն։ Կլինիկան մեղադրվում է բժշկական խարդախության մեջ, նրանք Medicare-ից գումար են պահանջել չկատարված բուժումների համար։ Հետաքննությունը շարունակվում է, դա մաս է կազմում հարավային Կալիֆորնիայում իրականացվող լայնածավալ ստուգումների։ Կալիֆորնիան համարվում է խարդախության բարձր ռիսկային միջավայր։ Խնդրահարույց կլինիկան ներկայացրել է $46 միլիոն պահանջ։ Այդ գումարից $34 միլիոն հաստատվել է։ Հետաքննիչներին կասկածելի է թվացել այն, որ կլինիկայի հաշիվները կրկնակի գերազանցել են միջին ամերիկյան թվերը։ Կլինիկան ցնցող թվեր է ներկայացրել 1 հիվանդի համար։ Միայն 1 հիվանդից գանձվել է $2 միլիոն։ Հարավային Կալիֆորնիայում բժշկական խարդախությունների համար վերջերս ձերբակալվել է 8 այլ անձ։ Ստուգումները շարունակվում են։ 2025 թվականին ամերիկացիները կորցրել են $21 միլիարդ սոցցանցերում խարդախության պատճառով։ Այս մասին հայտնել է Առևտրի դաշնային հանձնաժողովը։ 2020 թվականի համեմատ կորուստները աճել են 8 անգամ։ Facebook-ը համարվում է ամենավտանգավոր հարթակը, այստեղ մարդիկ ավելի շատ գումար են կորցնում։ Երկրորդ տեղում WhatsApp-ն է, երրորդ տեղում Instagram-ը։ Ներդրումային խարդախությունները բերել են $1.1 միլիարդ վնաս։ Գնումների հետ կապված խաբեությունները ամենահաճախակին են։ Վերջին շրջանում ակտիվացել են նաև սիրային խարդախությունները։ Հերթական զոհը չդառնալու համար փորձագետները հորդորում են պահպանել անվտանգության պարտադիր կանոնները։ Առանց ստուգումների մի վստահեք ներդրումային առաջարկներին սոցցանցերում։ Գնումներից առաջ ստուգեք, որքանով է վստահելի վաճառողը։ Անձնական նշանակության տեղեկությունները հաշվեհամարներից մինչև լուսանկարներ հասանելի մի դարձրեք անծանոթներին։ Թրամփը կհայտնվի ամերիկյան անձնագրերի էջերում, Պետդեպարտամենտը թողարկում է հատուկ շարք նվիրված ԱՄՆ անկախության 250-ամյակին։ Փաստաթղթի ներքին շապիկին կլինի Թրամփի պատկերը, դիզայնը ներառում է նաև նախագահի ոսկեգույն ստորագրությունը։ Այս անձնագրերը կտրվեն Վաշինգտոնի գործակալությունից, այլ վայրերում կպահպանվի հին ձևավորումը։ Դիզայնի մասին հայտնել է դեպարտամենտի խոսնակը։ Այս անձնագրերը կունենան հարմարեցված արվեստ եւ բարելավված պատկերներ, ասել է նա։ Պաշտոնյաները պնդում են, որ անվտանգությունը չի տուժի։ Սպիտակ տան խոսնակն էլ դա անվանել է հայրենասիրական անձնագրի հիանալի նախագիծ։ Թրամփի անունը եւ պատկերները հայտնվում են ամենուր, նրա ստորագրությունը կավելացվի նաեւ թղթադրամների վրա։ Սա կլինի առաջին դեպքը ԱՄՆ պատմության մեջ, մինչ այդ ստորագրում էին միայն Գանձապետարանի պաշտոնյաները։ Նոր անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 1-2 ամսից։ Հայտնի 7-Eleven խանութները լուրջ փոփոխությունների շեմին են։ Ընկերությունը պատրաստվում է փակել հարյուրավոր վաճառակետեր ամբողջ հյուսիսային Ամերիկայում։ Մայր ընկերությունը հայտարարել է 450 խանութ փակելու ծրագրի մասին։ Սա կազմում է ցանցի ընդհանուր խանութների ավելի քան 3%-ը։ Հյուսիսային Ամերիկայում գործում է ավելի քան 13,000 խանութ։
Ընկերության ներկայացուցիչները հաստատել են այս տեղեկությունը պաշտոնական հաղորդագրությամբ, դա բացահայտում են օպտիմալացման գործընթացով։ Մենք պետք է կենտրոնանանք առավել արդյունավետ վայրերի վրա, ասել են ընկերությունից։ Այս որոշումը ազդելու է բազմաթիվ աշխատակիցների եւ գնորդների վրա։ Ընկերությունը դեռ չի հայտնել կոնկրետ հասցեները։ Փակման գործընթացը տեղի կունենա 2026-ի ընթացքում։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Լոս Անջելեսում Սան Մարինոյում Ford Sedan մեքենայի բեռնախցիկում հրազենային վերքերով տղամարդու մարմին են գտել։ Ոստիկանությունը կանգնեցրել է մեքենան ճանապարհային կանոնների խախտման համար։ Ոստիկանը դուրս է եկել մեքենայից, իսկ վարորդը փախել է։ Իրավապահները բացել են մեքենայի բեռնախցիկը եւ հայտնաբերել տղամարդու մարմինը։ Հիվանդանոցում հաստատվել է նրա մահը։ Վարորդը դեռ չի գտնվել։ Ուղևորը կալանավորվել է։ Դեպքի մանրամասները դեռ չեն հրապարակվում։ ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ պաշտոնյաները թաքցրել են COVID-19-ի ճշմարիտ ծագումը։ Մեղադրանքը առաջադրվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանք մեղադրվում են դաշնային փաստաթղթերը կեղծելու, սկզբնական փաստաթղթերը թաքցնելու համար։ Քննիչները պարզել են, որ պաշտոնյաները հեռացրել են կարևոր նամակները։ Թրամփը վաղուց էր պնդում լաբորատոր արտահոսքի տեսությունը։ Նրա կարծիքով նախկին պաշտոնյաները ստել են հանրությանը։ Սպիտակ տունը այժմ ակտիվ առաջ է մղում հենց այդ վարկածը։ FBI-ը եւս հակված այս տարբերակին, որ վիրուսը արհեստական ծագում ունի, մինչդեռ գիտնականները ավելի շատ պաշտպանում են կենդանական ծագմավարկածը։ Կալիֆոռնիայում բնական միջավայրը վերահսկող պաշտոնյաները նախազգուշացնում են բնակավայրերի հարևանությամբ կամ հենց բնակավայրերի ներսում արջերի հետ հանդիպումների մեծ վտանգ կա։ Տաք եղանակը ստիպել են սև արջերին դուրս գալ որջերից, հատկապես ակտիվ է Թահո լճի շրջանը։ Արջերը սնունդ են փնտրում, տաք եղանակը կարող է վնասել նրանց բնական սննդակարգը։ Արջերը կտուժեն ընկուզեղենի եւ մրգերի պակասից։ Կենդանիները կարող են մոտենալ քաղաքներին սնունդ գտնելու համար։ Դա մեծացնում է մեքենաների հետ բախման ռիսկը։ Բարձր է մնում նաև քաղաքամերձ տարածքներում դեմ առ դեմ արջերին հանդիպելու հավանականությունը։ Պաշտոնյաները հատկապես բնության մեջ հանգստացողներին են զգուշության կոչ անում։ Կալիֆոռնիան նաև իր փառատոններով է հայտնի։ Այս նահանգում անցկացվող մի շարք փառատոններ ոչ միայն համաամերիկյան են, այլև համաշխարհային ճանաչում ունեն։ Մանու Հարությունյանը առանձնացրել է ամենամյա փառատոնները ընտրելով լավագույն հնգյակը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ դուք բաց չթողնեք մեր թողարկման երկրորդ հատվածը։ Մանուն ամեն ինչ ճշտել է, տեղ, ժամ, անգամ տոմսի արժեք։ Բարև ձեզ։ Եթե ապրում եք Կալիֆոռնիայում ու երբևէ մտածել եք, որտեղ կարելի է զգալ մարդկային ստեղծարարության ու հույզերի խենթ ու խելառ տորնադոն, ապա այս թողարկումը հենց ձեզ համար է։ Միասին կբացահայտենք ամենահայաշատ նահանգի 5 ամենահայտնի ամենամյա տոնակատարությունները։ Դրանք ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկների են գրավում։ Վստահ եմ, որ եթե դրանց չեք մասնակցել, ապա մեր այս հանդիպումից հետո անպայման ժամանակը գտնեք այդ անզուսպ ու անկրկնելի զվարճանքի մասը կազմելու համար։ Coachella Valley Music and Art Festival-ը անցկացվում է Ինդիո քաղաքում Empire Polo Club-ի տարածքում։ Այն տեղի է ունենում ամեն տարի ապրիլին 2 շաբաթավերջ, օրինակ 2026-ին ապրիլի 10-ից 12-ը եւ 17-ից 19-ը։ Սա ոչ թե միայն Կալիֆոռնիայի կամ թեկուզ Ամերիկայի, այլ աշխարհի խոշորագույն երաժշտական միջոցառումներից է։ Մուտքը վճարովի է, սովորական տոմսերի գները սկսվում են մոտ $549-ից $649, իսկ VIP փաթեթների գները կարող են գերազանցել $1200։ Շարժվենք դեպի Սան Ֆրանցիսկո։ Այստեղ անցկացվում է ամառային խոշորագույն փառատոններից մեկը։ Այն միավորում է երաժշտությունը, գաստրոնոմիան եւ բնապահպանական գաղափարները մեկ հարթակում։ Սա ամբողջական մշակութային փորձառություն է, որն արտացոլում է ժամանակակից քաղաքային կյանքի ոճը եւ գրավում հազարավոր այցելուների։ Outside Lands Music and Arts Festival-ը անցկացվում է Սան Ֆրանցիսկոյի Golden Gate Park-ում։ Այն սովորաբար տեղի է ունենում օգոստոսին, օրինակ 2026-ին օգոստոսի 7-ից 9։ Փառատոնը հայտնի է իր բազմաժանր ծրագրով եւ խոհանոցային տաղավարներով։ Մուտքը վճարովի է, մեկօրյա տոմսերի գները սկսվում են մոտ $249-ից $269, իսկ երրորդյա փաթեթներինը մոտ $600։
Հաջորդիվ կխոսեմ մի միջոցառման մասին, որը դուրս է դասական փառատոնի սահմաններից, սակայն իր մասշտաբով գերազանցում է շատերին։ Այն դարձել է գլոբալ փոփ մշակույթի կենտրոնական իրադարձություններից մեկը եւ ամեն տարի համախմբում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների ամբողջ աշխարհից։ San Diego Comic Con-ը անցկացվում է San Diego-ի San Diego Convention Center-ում։ Այն տեղի է ունենում հուլիսին, օրինակ 2026-ին հուլիսի 23-ից 26-ը։ Սա աշխարհի ամենամեծ փոփ մշակույթի միջոցառումներից է։ Մուտքը վճարովի է, իսկ տոմսերը սահմանափակ են։ Երկրորդային շուկայում գները կարող են գերազանցել 1000-ից $2000 կախված պահանջարկից։ Այժմ անցնենք ավելի ավանդական եւ պատմական միջոցառման, որը կապված է Նոր տարվա հետ եւ ունի ավելի քան 1 դարյա պատմություն։ Այն դարձել է ամերիկյան մշակույթի խորհրդանիշներից մեկը եւ ամեն տարի դիտվում է միլիոնավոր մարդկանց կողմից ամբողջ աշխարհում։ Rose Parade-ը վարդերի հանդեսը անցկացվում է Փասադենա քաղաքում, հիմնականում Colorado Boulevard փողոցում։ Այն տեղի է ունենում ամեն տարի հունվարի 1-ին։ Հայտնի է իր ծաղկային հարթակներով եւ տոնական շքերթով։ Մուտքը կարող է լինել անվճար։ Փողոցից դիտելու դեպքում, սակայն նստատեղերի տոմսերը վճարովի են, միջինում 117-ից $163։ Վերջին կանգառը կրկին երաժշտական է, սակայն այս անգամ country ժանրում։ Այն հաճախ համեմատվում է Coachella-ի հետ, քանի որ անցկացվում է նույն տարածքում, բայց ունի բոլորովին այլ մթնոլորտ, ավելի ավանդական եւ հանգիստ։ Stagecoach Festival-ը նույնպես անցկացվում է Ինդիո քաղաքում Empire Polo Club-ում։ Այն եւս տեղի է ունենում ապրիլին, օրինակ 2026-ին ապրիլի 24-ից 26-ը։ Սա ԱՄՆ-ի ամենամեծ country երաժշտական փառատոնն է։ Մուտքը վճարովի է, երրորդյա տոմսերը սկսվում են մոտ $549-ից $599, կախված փաթեթից։ Սրանք թերևս Կալիֆոռնիայի ամենամարդաշատ ու ամենահայտնի փառատոններն էին, սակայն այս հիանալի նահանգը հանգիստը հետաքրքիր ու անմոռանալի դարձնելու բազում այլ տարբերակներ ունի։ Մնացեք մեզ հետ ու միասին քայլ առ քայլ կբացահայտենք Կալիֆոռնիայի գաղտնիքները։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին եւ մեկնաբանություններին, կհանդիպենք վաղը ժամը 5-ին, հաջողություն։